Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլքերսոն, օր դեկտեմբերի 29։ Հավատում եք։ Այս վերջին օրերում Աստծո ժողովրդի առաջ կանգնած ամենակարևոր հարցը հետևյալն է. հավատում եք, որ Աստված կարող է առաջնորդել ձեզ։ Հավատում եք, որ Նա կարող է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ձեր աղոթքներին պատասխանելու և ձեր կարիքները բավարարելու համար։ Սա նույն հարցն է, որը մեր Տերը տվեց երկու կույրերին, ովքեր նրանից ողորմություն և բժշկություն խնդրեցին։ Եվ Հիսուսը նրանց ասեց. հավատում եք, թե կարող եմ այդ անել։ Նրանք պատասխանեցին. այո, Տեր։ Մատթեոս 9:28 խոսք։ Այն ժամանակ Տեր Հիսուսը դիպավ նրանց աչքերին, և նրանք անմիջապես տեսան։ Տերը մեզանից բոլորին հարցնում է. հավատում եք, որ ես կարող եմ ձեզ առաջնորդել և կատարել իմ կատարյալ կամքը ձեր կյանքում, թե գաղտնի մտքեր ունեք, որ ես ձեզ լքել եմ և ձեզ հիասթափեցրել։ Նա մեզ ասում է նույնը, ինչ ասաց Մարիամին և Մարթային. չասեցի քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Հովհաննես 11:40 խոսք։ Աստված առաջին հերթին հետաքրքրված չէ նրանով, որ մենք նրա համար ինչ-որ մեծ գործ անենք, ավելի շուտ Նա խորապես փափագում է, որ մենք պարզապես վստահենք Իրեն։ Աստված չի ուզում այն, ինչ դուք ունեք, Նա ուզում է ձեր վստահությունը։ Նա ցանկանում է, որ դուք ամուր հաստատված լինեք Իր հանդեպ վստահության մեջ։ Գերմանիայում ծառայող մի ամերիկացի զինվոր ինձ նամակ գրեց, առաջարկելով իր մետաղադրամների հավաքածուն, որը նա անվանում էր իր կուռքը։ Իմ պատասխանը հետևյալն էր. Աստված ավելին է ուզում, քան քո մետաղադրամների հավաքածուն։ Նա ուզում է քո վստահությունը։ Մենք ուզում ենք ինչ-որ բաներ անել, հրաժարվել ինչ-որ բաներից, զոհաբերել, աշխատել, տառապել, մինչդեռ Աստված ամեն ինչից վեր ցանկանում է մեր հնազանդությունը և Իր հանդեպ մեր վստահությունը։ Նրա հաճությունը մեր հավատքը տեսնելու մեջ է։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա և թե Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Եբրայեցիս 11:6 խոսք։